Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ահա վասիկ մեծ բահոց շրջանի մեջն ենք։ Եվ մեծ բակը սքանչելի արիթ է յուրաքանչյուրիս համար, որ ոչ միայն անդրադառնանք մեր կործած մեղքերուն, ոչ միայն զղջանք զանոնք, այլ խոստովանենք, ապաշխարենք։ Ապաշխարությունը սիրելներ հաջող սխալ հասկացված է շատերու կողմէ։ Մարդիկ կսեն, ես հավատացյալ եմ, բայց պետք է ապաշխարեմ։ Ես կհավատամ Քրիստոսի, բայց պետք է ապաշխարեմ։ Հիշեցեք սիրելներ, որ Հիսուսի առաջին խոսքը երկրի վրա եղավ, ապաշխարեցեք, որովհետև Աստծո արքայությունը, երկնքի արքայությունը մոտեցած է։ Հովանես Մկրտիչի առաջին քարոզությունը եղավ եւ մշտական քարոզությունը։ Ապաշխարեցեք եւ ապաշխարության բդուղ տվեք։ Հոգեկալուստեն յետք եւ Սուրբ Հոգին ստացան առաքյալները։ Պետրոս առաքյալ առաջին քարոզը, որ խոսեցավ, մարդոցավ ապաշխարեցեք, ձեր միտքը փոխեցեք եւ Աստծո դարձեք։ Եվ բոլոր ժամանակներու սուրբերը, մարտիրոսները, եկեղեցվո հայրերը բոլորն ալ ապաշխարության մասին խոսեցան։ Սիրելներ, ապաշխարությունը անհրաժեշտ դոմս է երկնքի արքայություն մտնելու համար, որովհետև ապաշխարությունը մկրտութենեն յետք մեր կործած մեղքերուն համար զղջումն է, խոստովանանքն է։ Ես այսօր ցեզի պիտի ընթերցեմ սքանչելի ուրեմն հոդվածը առնված խրադի թանկարանեն։ Այս գիրքը սիրելներ իսկապես թանկարան մնե, զորքրած է Բողոս Բադրիարք Ադրիանաբոլսեցին։ Ինք ապրած է 18-րդ դարու եւ 19-րդ դարու մեջ։ Այս գիրքը սիրելներ յուրաքանչյուր հավատացյալի համար պետք է լա սեղանի վրա դրված գիրք, որովհետեւ ամեն փորձութենե որ հավատացյալը կանցնի, այս գրքի մեջ թեղադոմս մգա, որբեսի մարդը կարողանա հասկանալ թե ինչ բաներ է կանցնի։ Ես այսօր եւ հաջորդող շաբաթներուն սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ այս գիրքեն այն քանի հոդվածները, որոնք գլխավոր վերնակրի դակ հավաքված են ճշմարիտ քրիստոնյայի փրկության անհրաժեշտ միջոցները։ Եվ առաջինը այդ անհրաժեշտ միջոցներեն ապաշխարությունն է։ Հետևաբար լսենք սիրելներ թե Բողոս Բադրիարք Ադրիանաբոլսեցին ինչպես կբացատրե ապաշխարությունը եւ ինչ սքանչելի խրատներ գուտա մեզ յուրաքանչյուրին։ Գլուխ առաջին ապաշխարություն։ Մարդը սահմանված է ոչ միայն բնական գոչումով, այլև գերբնական։ Բնական գոչումից բարտավորվում է ուղղել միտն ու գամքը եւ բարեկարգել զգայական գրքերի ներքին ցանկություններն ու գրքերից առաջ եկող արտաքին գործողությունները մարմնով երջանիկ ապրելու նպատակով։ Սա գդարվում է 4 բարոյական առաքինություններով, այսինքն արիությամբ, քաջությամբ, արտարությամբ, խոհեմությամբ ու ժուժգալությամբ։ Քերբնական գոչումից բարտավորվում է ուղղել միտքը, գամքն ու դրանց կործառնությունները հոգով հավդենական երջանկություն վայելելու նպատակով։ Սա էլ գդարվում է 3 աստվածախոսային առաքինություններով, այսինքն հավատով, հույսով եւ սիրով։ Բայց քանի որ անկյալ բնության վիճակում գտնվող մարդը թյուրասահ է, թյուրին կքայթակրի թեպի մոլություններն ու անկարգությունները, որով նախ իր բնական գոչումից եւ ապա քերբնականից է խոդորվում, ինչը ճարիքների մեջ ծայրակույնն է, ուստի մեր Տերը սահմանեց ապաշխարության սուրբ խորհուրդը, որբեսի մեղքերի մեջ ընկածները սրանով ոտքի կանգնեն եւ Քրիստոսի շնորհի օգնությամբ հասնեն հավիտենական կյանքի երջանկությանն ու փառքին։ Այս պատճառով բաճած համարեցինք այստեղ փոքր ինչ խոսել ապաշխարության մասին, այսինքն զղջման, խոստովանության ու վճարման մասին, որբեսի մեղանչած հավատացյալներից ոչ ոք վհատվելով, թե հոգու փրկության հնարներ չկան, անհույս չգորչի, այլ անսխալ ու առողջարար ըսպեղանիները ստանա ու բժշկվի։ Սիրելներ, որովհետև սատանան հաջող
կխապե մեզ, մեր ագանչի մեջ կփսփսա, որ այլևս ծեր մեղքերուն թողություն չգա։ Մանավանդ երբ որ մգրտված եք, մգրտության եթե ծեր մեղքերը ներված են, ուրեմն ատկե վերջ որ մեղքեր գործեցիք, այլևս թողություն չգա, պիտի գործելիք։ Ահա սիրելներ, դերը ապաշխարության սկանչելի այս շնորհքը տվավ մեզ յուրաքանչյուրին։ Լսենք հիմա բարի խրատները Պողոս Պատրիարքին։ Արդ մեղանչելը միտն ու գամքը ծայրակուն փարուց թեպի արարածները դարձնելն է, որը նշանակում է ադել ու արհամարհել Աստծուն եւ սիրել արարածներին։ Մեղքը այդ է սիրելներ, մեղքը Աստծո գրնակ դարձնել է։ Որովհետև եթե մեկը նախ մտքից չի հանում Աստծո հանդեպ սերը եւ գամքով չի հարում արարածների հանդեպ սիրուն, չի կարող մահուճապ մեղանչել։ Իսկ ապաշխարելն է լալ, ողբալ ու աշխարել այն մեղքերի համար, որ մարդ կործեց մոլոր մտքով ու թյուր գամքով։ Ապաշխարել բարերը եկած են աբա աշխարել, աբա լալ, այսին ըրածներուն համար լալ, զղջալ։ Ուստի ապաշխարողը նախ պետք է մտքով վերստին շրջվի թեպի Աստված, աբա գամքով հարի Աստուծո հանդեպ սիրուն։ Մտքով պետք է ետ շրջվինք, սատանային հետ կգալեինք ետ շրջվինք մտքով, ետ Աստուծո դառնանք եւ գամքով ալ ուզենք դիրոջ մեջ ապրիլ, դիրոջ օրենքներով ապրիլ։ Սա գորած սերը գրգին գտնելն է, ինչպես նախ զղջմամբ է լինում։ Գործված սերը վերստին գտնենք եւ որ զղջանք, ինչպես անարակ որդին զղջաց ու հորը սերը վայելեց։ Քանզի զղջումը ադելն ու նահանջելն է նրանից, որին մարդու միտն ու գամքը հոժարությամբ ու սիրով նախաբես միացել էին, այսինքն մեղքին։ Ուստի զղջումը, որ մարմնական բոլոր ցավերից վեր պիտի լինի, ապաշխարության առաջին աստիճանն է, որով մեկն ադում է մեղքերը, այն հաստատում մտադրությամբ, թե այլևս պիտի չմեղանչի, այլև հոժար գամքով հանցն առնում բադիժներ գրել, հադուցելու այն անարկանքի դիմաց, որով անարգեց ու վշտացրեց Աստուծուն, միայն թե Աստված հաշտվի իր հետ։ Քանի որ մեղանչողը, որ Աստուծուն արհամարհեց ու արարածներին սիրեց, Աստուծուն բարդաբան է դառնում, իսկ Աստված իրավունքի դերն է, ուստի խոստովանահայրը խիստ վայել չափար սահմանվեց թադավոր նրանց միջև, որբեսի եկեղեցու գլխավորությամբ հարթի Աստուծո եւ մեղավորի միջև ցակած վեճը, ըստ այսմ Հութայի երկրին մարդիկ խոստովանահայրեր, իմ ու իմ այգու թադն արեք, գսե Աստված Եսայի մարգարեի քրքի մեջ 5-րդ գլխու 3-րդ համարի մեջ։ Խոստովանահայրերը հետևաբար մարդիկը Աստուծո հետ գհաշտեցնեն Աստուծո հրամանով։ Այսպիսով զղջացողը խղճից որբես արտարության ոստիկանից կամ սպասավորից դանչվելով փերվում է խոստովանության ադյան, ուր որբես Աստուծո կողմից մեղադրվող աստվածային օրենքն ամփոստանում է մեղավորին եւ թադավորից իրավունք պահանջում։ Քանի որ մեղավորը մեղք գործած է, Աստված ինքը արտար թադավորն է, հետևաբար մեղավորը կփերվի Աստուծո դիմաց եւ անգե ուրեմն կպահանջվի իրավունք Աստուծո համար։ Եվ թադավորը, այս բարակային խոստովանահայրը, ով քաչադեղյակ է արտարության օրենքին, ըստ հանցանքների չափի վճարում է, այսին հադուցում բադիժ կուտար անցյալին սիրելներ, մեկը որ ապաշխարեր, խոստովանահայրը իրեն համար բադիժը կսահմաներ, բադիժը, որ մարդ անդրադառնար։ Ուրեմն ըստ հանցանքների չափի վճարում է տնում իր մեղքերը զղջալով խոստովանող բարդաբանի վրա, ով ճանաչելով իր բարդքը հոժար գամքով հանցն է առնում գադարել խոստովանահոր պատվերները, որբեսի ազատվի մեղքի բարդավորությունից եւ հաշտվի Աստծո հետ։ Եվ քանի որ Աստված թադը հանցնեց խոստովանահորը, ուստի եւ վերջինս երկրի վրա ազատում է բարդաբանի մեղքերի գաբանքներից, ըստ Սուրբ Եկեղեցու կանոնների, ինքն Աստված երկնքում նույնպես արձակում է բարդաբանների գաբանքներն ու ներում նրան ըստ այսմ, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսը ասավ աշակերտներուն Հովաննու ավետարանի 20-րդ գլխու 20-րդ համարի մեջ, որը որ արձակեք, ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված թողլա երկնքի մեջ, եւ ինչ որ գաբեք երկրի վրա, գաբված թողլա երկնքի մեջ։ Ուստի ով որ քախնի խոստովանության ադյանում գադարյալ զղջմամբ քանքատվում է իրենից ու ամփոստանում իրեն, ով որ ինքզին կմեղադրե խոստովանության ժամանակ, մտադրվում այլևս չմեղանչել,
հանցն առնում վճարումը կատարել, արձակվում է մեղքերի գաբանքներից, ազատվում հավիտենական պատիժների բարդաբանությունից եւ բարդաբան դառնում միայն ժամանակավոր պատիժների վճարմանը իբրև մի հիվանդ, ով մահվան վտանգից ազատվելով միայն ըզգուշության, բայեցողության ու զորացուցիչ թեղերի գարիքն է ունենում, որբեսի հասնի կատարյալ առողջ վիճակի։ Ուրեմն, մարդուն ամեն ինչում պետք են վճարման ըսպեղանիներ, վճարելու նաև մեղքերի թիմաց բաժի ժամանակավոր բարդքը, որբեսի կարողանա հարադվել Աստուծո արտարացուցիչ շնորհի մեջ, որը գործրել է եւ կդավ։ Որովհետև Աստված մեղավորից, որպես անարժան մեկից, վերցնում է իր շնորհը ըստ այսմ. իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմին են, մեղավոր են։ Ասիկա ծննդոց գիրքեն այս խոսքը 6-րդ գլխու 3-րդ համարեն։ Սիրելիներ, եթե մարդ մեղքերու մեջ մնա, Աստված իր հոգին վրայեն պիտի վերցնե։ Կամ Սուրբ հոգին իր մեջ պիտի խրովի, պիտի մարի։ Եվ դարձյալ շնորհը դալիս է, երբ մարդ ապաշխարում է, ըստ այսմ նրանց վրա փչեց եւ ասաց. «Արեք Սուրբ հոգին, եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինեն»։ Հովհաննես 20-րդ գլուխ 22 եւ 23 համարներն են այս խոսքը։ Քաղաքացիական օրենքով թադի եւ եկեղեցական օրենքով թադի միջև տարբերությունը սա է։ Քաղաքացիական օրենքով, երբ հանցավորն իր հանցանքը խոստովանում է, չի ազատվում քոնե մարմնավոր պատժից։ Եթե մեկը օրենքին թեմ, քաղաքացիական օրենքին թեմ սխալ գործը եւ երթա խոստովանի, իր պատիժեն չազատվիր սիրելներ։ Իսկ եկեղեցական օրենքով, երբ խոստովանահոր առաջ քաղտնապար խոստովանում է, ազատվում է հավիտենական պատիժներից։ Ահա սիրելներ տարբերությունը քաղաքացիական օրենքին համար խոստովանան կատարելուն եւ եկեղեցական օրենքին համար խոստովանան կատարելուն։ Եթե դու սխալ գործած ես եւ երթաս ինքնինքդ հանցնես ոստիկանին եւ ասես, որ ես այս սխալը ռացեմ, գտնունին քեզ որպես բարի որ խոստովանած ես, բայց անպայման բադիժը կգրես, այսինքն փանդ կտնեն քեզ։ Բայց եկեղեցական իմաստով երբ մեկը գխոստովանի իր մեղքերը, գներվին իր մեղքերը եւ հավիտենական բադիժի չարժանանար։ Դարձյալ քաղաքացիական օրենքով, եթե հանցավորն իր արածը չի խոստովանում եւ հանցանքը վկաների միջոցով չի ապացուցվում, հանցավորը թադաբարդությունից ազատվում է։ Իսկ եկեղեցական օրենքով, որն աստվածային ադյան է, եթե հանցավորն իր արածը չի խոստովանում, միևնույն է, հանցանքը հայտնի է Աստծուն, որովհետև ամենադես է եւ վկա բեք չէ, որովհետև հանցավորի խղճի խայթը բավական է։ Հասկացաք չէ։ Ուրեմն եթե մեկը քաղաքացիական օրենք սխալ մկործե եւ եթե մեկը չտեսավ, վկա չկա եւ ինք չխոստովանեցավ իր հանցանքը, գազադի, որովհետև մեկը չտեսավ, վկա չկա։ Բայց եկեղեցական իմաստով, եթե մեկը հանցանք կործեց եւ մեկը չտեսավ, վկա չկա եւ չխոստովանի իր մեղքը, միևնույն է, իր հանցանքը պիտի հայտնվի Աստծո դատաստանի ժամանակ, որովհետև Աստված ամենադես է եւ ամեն մեկ թադարք խոսքի համար անգամ հաշիվ պիտի պահանջի։ Ուստի այդպիսին հոգով հավիտենաբես է մեռնում, շատ անգամ մեռնում է նաեւ մարմնով, որովհետև այս աշխարհում անբագաս են Աստծուց դրվող մահվան պատիժները, որոնք ստանում են ճարիքների մեջ համառողները, մնացողները։ Արտարև առանց ապաշխարության խորհրդի ոչ միջապահաս հավատացյալ չի կարող մգրդությունից հետո կործած մեղքերի ներումը ստանալ։ Հասկացաք։ Մգրդությունը սիրելներ մեզ մեր ատամական մեղքերն, սկզբնական մեղքեն կմաքրե, բայց դժբախտաբար որովհետև ըսավ Պողոս Պատրիարք, մենք շատ հեշտությամբ գսահինք, գկայտագրինք, մեղքի մեջ գինանք, մգրդութենեն յետ կործված մեր մեղքերուն թողությունը կստանանք ապաշխարությամբ։ Այսպես է վկայում ճշմարիտ հավատքը, այսպես է ընդունում նաև Քրիստոսի ընդհանրական եկեղեցին։ Բայց թևերից, այսինքն չարվոքիներից, կամ թիվապնակ աղանդավորներից խապված կամ մարդկային ամոթով բաշարված որոշ մարդիկ կամ երկար ժամանակով անդեսում են խոստովանությունը, կամ մեղքերն ամբողջապես չեն խոստովանում եւ կամ մեղքերի կարևոր ու էական հանգամանքները թաքցնում են։ Գուցե կան այնպիսիք, որ սրտի զղջումը բավական են համարում փրկության համար, սակայն քախնի խոստովանության արհամարությամբ լոկ զղջումը ոչ մի փրկություն չի գործում մահուչապ մեղանչածներին,
որովհետև Մարգարեն ասում է. նախ դու խոստովանիր քո անօրենությունները, որբեսի արդարացվես։ Եսայի Մարգարեության 50-րդ գլխու 26-րդ համարեն այս խոսքը։ Սիրելներ, չի բավեր միայն սրդի մեջ զղջալ, բայց առանց խոստովանելու։ Խոստովանությունը շատ անհրաժեշտ է, որբեսի մարդ բժշկվի։ Ինչպես որ երբ որ մեկը հիվանդ է լաց սիրելներ, չի բավեր միայն գիտնալ, որ ինք հիվանդ է։ Եթե գուզե բուժվել, պետք է բժիշկին երթա եւ բժիշկ իրեն այդ հիվանդության հadoop տեղը տա։ Արդ զղջումը, որով մեկն իրեն բարդաբան է համարում, միայն դեսական ճանաչում է։ Եթե միայն ինքզինքը բարդաբան կհամարի, ես մեղավոր եմ, բայց չի զղջար, չի խոստովանիր, ուրեմն սիրելներ, ադիգա դեսական ճանաչում է, դեսական է միայն։ Սակայն լոկ ճանաչմամբ ապաշխարություն չի լինում։ Պետք է նաև կորձնական մի բան, իսկ դա լեզվով խոստովանելն է նրան, ով ունի թադ անելու եկեղեցուց տրված իրավունք եւ գրել այն վճարումը, որ նա տնում է մեղանչածի վրա մեղքերի հադուցման համար։ Քանզի ապաշխարության խորհուրդը պահանջում է, որ վճարումը սահմանվի խոստովանահոր կողմից։ Ուստի առանց խոստովանահոր գարկատության կատարված առաքինական մեծամեծ գործերը վճարում կամ բավարարում չեն համարվում եւ ապաշխարության խորհրդին չեն վերաբերում, որովհետև նրանց մեջ ոչ եկեղեցու առաջնորդությունը իշխանություն է երևում, ոչ էլ հպատակների հնազանդության նշան։ Այս իշխանությունը թադ անողի հրամանն է հնազանդվողներին, եւ հնազանդվողները ենթարկվելով Քրիստոսի հիմնած եկեղեցու կանոններին գադարում են այն ամենը, որ եկեղեցին հրամայում է իր սպասավորի միջոցով։ Եվ այսպիսով հնազանդվողների մեջ գադարվում է ապաշխարության խորհուրդը, որի միջոցով են լինում մեղքերի թողությունն ու հոգիների փրկությունը։ Արդ Եթե խոստովանությունը վերանա, գվերանա նաև եկեղեցու թադ անելու իշխանությունը, այլև հնազանդության գործը, ուստի այլևս չի լինի ոչ ապաշխարության խորհուրդ, հետևաբար եւ ոչ մեղքերի թողություն։ Արտարև, երբ մի ամբողջության էական մասը վերանում է, ամբողջությունը եղձվում է։ Իսկ խոստովանությունը ապաշխարության խորհրդի էական մասն է։ Ուստի երբ խոստովանությունը վերանում է, ապաշխարության խորհրդի էությունը եղձվում է։ Արդ ապաշխարության խորհուրդը սահմանվեց Քրիստոսի կողմից, ուրեմն ով այն եղձում է, Քրիստոսին հագարակ է եւ դժոխքի ժառանգ։ Սիրելներ, եթե մեկը չխոստովանի իր մեղքերը, հետևաբար ապաշխարությունը չնչված կլա։ Եվ դժբախտաբար, քանի որ Քրիստոսի կողմէ հաստատված է ապաշխարությունը, դժբախտաբար անոր չի խոստովանիր, չապաշխարեր, ուրեմն սիրելներ, ին Քրիստոսի զավակ դարձած չլար։ Եթե նույնիսկ վճարումը գամավորապար է գադարվում, սիրելներ, երբ որ խոսի վճարման մասին, խոսքը ոչ թե նյութական վճարումի մասին է, այլ սիրելներ այդ հոգևոր մեղքին դիմաց բադիժը գրելու մասին, հադուցում։ Անիկա գրնա օրինակ, եթե մեկը քողություն գադարած է, այսինչ են, կամ մեկեմը, հետվապար եկեղեցվո խոստովանահայրը, որպես իշխան եկեղեցվո, քանի որ Տիրոջ կողմէ իշխանություն ունի, մարդս առաջնորդելու ճիշտ ուղղության ջամփու մեջ ներելու, օրինակ բիդեսերեն, այս ըրածը սխալ է, որու որ զրկած ես, բիդի հադուցանես։ Ադիգա ահավասիկ վճարում կնշանակե։ Կամ եթե մեգումը թեմ սխալը կործած է, եւ եկեղեցու ուրեմն խոստովանահայրը ասե, բիդերտաս եւ ներողություն բիդի խնդրես։ Անիգա պետք է նե։ Եթե չնե, կնշանակե որ անարգած կլա խոստովանությունը, եւ եթե խոստովանությունը անարգած կլա, ապաշխարությունը անարգած կլա եւ Տիրոջ բադվիրանը անարգած կլա։ Եթե նույնիսկ վճարումը գամավորապար է կատարվում, պետք է կատարողի հաջելի չլինի, որովհետեւ մեղքերի բադիժ է, այսինքն պետք է սիրելներ ապաշխարողը դերմը ցավի, որ ըսկա որ ինք ցավցուցած է, ցավի եւ հետվապար իր ուզածը պետք չէ լա անպայմանորեն, այն նույնիսկ կրնա իր չուզածը լալ, բայց պետք է նե։ Այստեղից էլ հետևում է, որ ուրիշից պիտի սահմանվի։ Այնինչ մեկն ինքն իսկ եւ իր ցանկությամբ է գամենում անել ու գրել, իրեն հաջելի է թվում, ուստի վճարում չի համարվում։ Ուրեմն ապաշխարության վճարում է այն, ինչը քաղտնի խոստովանության ժամանակ բադվիրում է խոստովանահայրը։ Եթե մեկը գուզե գամավոր բարեգործություն ունել, ադիգա ուրախություն է քեզի, բայց անիգա թուն քու գողմետ ուզեցիր։ Այս ապաշխարության համար խոստովանահայրը
ինքը պետք է սահմանե այդ բադիժը, թե ինչ պետք է անես։ Դարձյալ, ոչ ոք չի կարող իր բժիշկն ու թադավորը լինել, իսկ եթե մեղավորն ինքն է իր համար վճարման կանոն սահմանում, ինքն իր բժիշկն ու թադավորն է դառնում, որը հագարակ է բնությանը։ Դարձյալ, վճարումն արդարության գործ է, ուստի որքան մեկը մեղքերով վշտացրեց Աստծուն, այդքան սիրո գործեր պիտի կատարի, որբեսի Աստված հաշտվի։ Բայց եթե մեկն ինքն իր որոշմամբ է սիրո գործը կատարում, դա գավին երկպայության մեջ է մնում, չի կարողանում որոշել, թե արդյոք բավականաչափ հադուցեց իր բարտքը, թե ոչ, եւ սրանով ընկնում է կամ հուսահատության մեջ, կամ անհոգության մեջ։ Դարձյալ, հնարավոր չէ, որ ովևէ մեկը իրի մեծությունը կամ ծանրություն իրենով չափվի կամ գշրվի, այլ պիտի չափվի կամ գշրվի մեկ ուրիշ իրի հետ պարտադությամբ, որովհետև ինչպես որ միևնույն իրը չի կարող ինքն իրեն նման կամ ոչ նման համարվել, այլ կարող է նման կամ տարբեր լինել ուրիշ իրերի հետ համեմատվելով, այդպես եւ նույն իրն առանց այլ իրի հետ պարտադվելու մեծ չափ կամ ծանր գշիր ունենալ չի կարող։ Բացատրեմ ինչ սեր գուզե։ Երևակայեցեք սիրելներ, որ առարգամը կա։ Այդ առարգան ինքն իր մեջ գշիր ունի, բայց ինքն իրեն չի կրնար գշրել։ Որբեսի գշիր կծվի, պետք է ուրիշ առարգայի հետ գշրել։ Ադորամար օրինակ նժարը երկու ցերկ ունի, երկու աման ունի։ Մեկ ամանի մեջ կտրվի, մեկ նժարի մեջ կտրվի սիրելներ այդ իր այդ առարգան, իսկ անորդ իմացը կտրվի ուրիշ առարգամը, դեսնելու համար, որ ինչապ ծանր է կամ ինչապ հավասար է։ Իսկ ով ինքն է իր համար սահմանում բավարարման կամ վճարման կանոն, ինքն իրեն է չափում ու բարդաբան կամ անբարդ համարում, որը հագարակ է բնությանը։ Ուրեմն, ըստ եկեղեցու կանոնների, մեղքերը պետք է խոստովանել քահանային, ով իբրև խոհեմ թադավոր պիտի որոշի բադիժը ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական արդարությամբ, դնորինելով ըստ անձի, դեղի եւ ժամանակի որբիսության։ Կամ մեղքեր, որ քաղաքացիական օրենքին են թեմ, կամ մեղքեր էլ, որ թեմ են աստվածային օրենքին։ Թագավորներն ու իշխանները բաժում են քաղաքացիական օրենքի թեմ մեղանչածին, եթե նրա մեղքը բացահայտվում ու ապացուցվում է։ Այդպիսի մեղքեր են սպանությունը, քողությունը, շնությունը, սուտ վկայությունը եւ այլն։ Թեպետ այս մեղքերը թեմ են նաեւ աստվածային օրենքին, բայց քանի որ հասարակության վնասի են վերաբերում, աշխարհի իշխաններն են դրանք դատում։ Իսկ այն մեղքերը, որ թեմ են աստվածային օրենքին եւ վնասում են միայն մեղանչած անձին եւ ոչ որևէ կերպ հասարակության բարուն, եթե նույնիսկ հայտնի ու հանրազանոթ են, թագավորներն ու իշխանները դրանք անդեսելով մեղանչածին անբադիժ ու անդադաբարդ են թողնում։ Այդպիսի մեղք է հագարակվել է եկեղեցու խորհուրդների, այսինքն ապաշխարության, հաղորդության սրբարարությանը, նաև մեղքերի կավությանն ու շնորհի ներգործությանը եւ այլն։ Այդպիսի մեղքերը գրոնին են վերաբերում եւ պիտի թատվեն կամ բաժվեն եկեղեցու իշխանությամբ։ Իսկ եթե եկեղեցին թողնում է, որ դրանք անբադիժ մնան, Աստված ինքն է վրեժխնդիր լինում, որովհետև ամեն չարիք վաղ թե ուշ բաժվում է։ Այս բաժարով էլ չեն բագասում դեսակ բադիժները մեղքերի վրեժի լուծման համար։ Եթե ամեն ոք իր մեղքերը խոստովաներ եւ հանցն առներ գրել այն բադիժը, որ քահանան իբրև թադավոր սահմանում էր վճարել Աստծո թեմ անիրավության դիմաց, բադիժները երկրի վրա չէին շատանա, ըստ այսը քո ապստամբությունը քեզ գխրադի եւ քո չարիքները կգշտամբեն քեզ, կհասկանաս ու կտեսնես, որ քեզ համար չար եւ թարն է ինձ լքելը, Աստված կսե Երեմիա մարգարեին բերնով, երկրորդ գլխու 19-րդ համարի մեջ։ Եվ դարձյալ, եթե չգամենաք ինձ լսել, սուրը գուդիցես, սուրը պիտի ուդեցես, կսե Եսայի մարգարեն առաջին գլխու 20-րդ համարի մեջ։ Ուրեմն հարկ է զղջալ, խոստովանել ու վճարում կատարել, որով ոչ միայն բաժից ազատ կլինենք, այլև երանական փառքը կժարանքենք։ Եթե մեկն ասի, եթե Աստված չարիքների բաժարը չէ, հաբա ինչու է բադիժ տալիս, ինչը չար բան է։ Մարդիկ կգարձեն, որ սիրելներ բադիժը որ կստանան, ուրեմն չար բան է։ Պատասխանը սա է. չարիքը երկու տեսակ է լինում՝ մեղքի եւ բաժի։ Արդ Աստված բաժարը չէ մեղքի չարիքի, որն ըստ ինքյան չար է Աստուծո օրենքին թեմ ու մարդկանց վնասակար լինելու բաժարով, բայց բաժարն է բաժի չարիքի, որ բարի է
Աստված բաժարն է բադրիժի ճարիքին, այսինքն որ բարի է, որովհետև արդարության կորձ է եւ մարդկանց օգուտ։ Բաժի ճարիքի մասին Աստված ասում է. Ես եմ, որ խաղաղություն եմ անում եւ հաստատում ճարը։ Եսայի մարգարեի 45-րդ գլխու 7-րդ համարն է այս խոսքը։ Իսկ Ամոսն ասում է. Քաղաքում ճարիք գբադահի, որ դերը չի արել այն։ Ամոս 3-րդ գլուխ 6-րդ համար։ Քանի որ մարդիկ Աստուծո թեմ մեղանչելով մեղքի ճարիքն են իրակորձում, դրա համար էլ Աստված արդար իրավունքով դալիս է բաժի ճարիքը իբրև բժիշկ, ով հիվանդին թարը թեր է մատուցում նրա առողջության համար։ Սիրելիներ, ըսկուշը լանք, որբեսի չքայտակրինք այս խոսքեն։ Ինչս էլ գուզե Բողոս Պատրիարք։ Աստված սիրելիներ ինքը փառության աղբյուր է, իր մեջ ճարիք չկա։ Բայց երբ կտեսնե, որ մարդը անհնազանդ կգտնվի եւ իր մեկ եհրանա, Աստված բադիժներ գարտոն է, Աստված բադիժներ կղրգե, որբեսի մարդը զղջա եւ իրեն դառնա։ Հետևաբար սատանային դված ճարիքը, փերած ճարիքը մարդը զգորուստի կմատնե, իսկ Աստուծո փերած բադիժը, որ մարդ կրնա ճարիք համարել, իրականության մեջ մարդս աբաշխարության գգանչե ու գարաչնորդ է, որբեսի մարդու հոգին փրկվի։ Ուրեմն, եթե մարդիկ բնավ չմեղանչեին կամ մեղանչելու դեպքում իսկույն զղջալով խոստովանեին իրենց հանցանքն ու աբաշխարեին, բադժի ճարիքը չէին գրի։ Եթե Ադամ եւ Եվան զղջային իրենց մեղքը, սիրելներ պիտի ներվեր իրենց, բայց չզղջացին։ Որովհետև Աստված ադելությունից չէ, որ այս կյանքում բաժում է մարդկանց, այլ սիրուց ու ողորմությունից, որբեսի ըսկաստանալով հետ դառնան մեղքերից եւ ապրեն։ Հավասիկ, այս է Աստուծո բաժելու նպատակը, որ մարդիկ ետ դառնան իրենց մեղքերեն եւ ապրին։ Ինչպես Աստված Եզեկիել մարգարեին Պերնով գսե 18-րդ գլխու 20-րդ համարի մեջ եւ նույնը 32-րդ համարի մեջ, որ ես մեղավորին մահը չեմ ուզեր, այլ անոր թարցը եւ փրկությունը։ Ոստի եթե այստեղ ժամանակավոր բադիժներով վրեժխնդիր չլինի մեղավորներին, անշուշտ ուրեմն վրեժխնդիր կլինի հանդերձյալում հավիտենական բադիժներով, ըստ Աստվածային արդար դատաստանի պահանջի։ Քանզի եթե մեկն այս կյանքում արհամարում է Աստծո ողորմությունը, բարձ է, որ Աստծո արդարությունից չի երգնչում։ Այդպիսին հանդերձյալում նրա ողորմությունից զրկվում է եւ նրա արդարության կողմից բաժվում։ Ով որ այս կյանքի մեջ սիրելներ բադիժ չստանար, չի խրատվիր այլ խոսքով եւ դիրոց չի դառնար, ապա հավիտենական կյանքի մեջ պիտի բաժվի եւ պիտի դատաբարդվի։ Բայց Աստված, քանի որ ողորմած է, մարդկանց շարունակ հրավիրում է թեպի ճշմարտության գիտությունը եւ այն թեպքի համար, երբ մարդկային դգարությամբ սխալվելով մեղքի մեջ են ընկնում, գարկել է ապաշխարության խորհուրդը թեպի մեղքերը քլորումից նրա միջոցով բարձրանալու ըստ այսմ, որ գսե անորենը եթե հետ կանգնի իր կործած անորենությունից ու բահի իմ բոլոր բադվիրանները արդարություն կործի ու ողորմածություն անի ապրելով ապրելու է ու չի մեռնելու։ Եզեկիել մարգարեի 18-րդ գլուխն է այս խոսքը 21-րդ համարեն։ Հաբա ինչու են ոմանք խույս տալիս խոստովանության խորհրդից։ Բարձ է ուրեմն, որ կամ չեն գամենում մեղքերից ազատվել ու արտարացվել, կամ չեն հավատում խորհրդի ներկործությանը։ Ադոր համար շատ մարդիկ չեն ուզեր ապաշխարել, որովհետև կամ չեն ուզեր մեղքերեն ազատիլ եւ գուզեն իրենց անօրենությունները շարունակել, անօրեն անարակ կյանքի մեջ մնալ, ինչպես անարակ որդին ինք ուզեց ազատ կյանքով ապրիլ եւ մեղքերու մեջ մնաց, եւ կամ այն է որ սիրելներ չեն հավատար ապաշխարության խորհրդին։ Արդ, եթե արդարացվել չեն գամենում, խելակար են, որովհետև իրենց շահն ու վնասը չգիտեն, ինչը հատուկ է խելակարներին։ Իսկ եթե չեն հավատում, անհավատ են, որովհետև անհավատներին է հատուկ չհավատալ այն խորհուրդների սրբարարությանը, որոնք անմիջապար կամ միջնորդապար գարկվել են Աստծուց։ Ավասիկ սիրելներ, ցեզի ընթերցեցի ապաշխարության այս սքանչելի խոսքերը։ Այս խրադը սիրելի քույրեր եղբայրներ, ամենք սալ ապաշխարելու գարիք ունենք։ Գապ չունի մեկը կաթողիկոս է, պատրիարք է, եպիսկոպոս է, քահանա է, արհիապադիվ է, բադվելի է, վերաբադվելի է, վարչապետ է, նախագահ է, բարս փամվոր է, գապ չունի։ Ամեն մարդ ապաշխարելու գարիք ունի։
առանց ապաշխարության, այսինքն առանց զղջումի, խոստովանության չի գրնար ներվիլ իր մեղքը։ Հետևաբար, սիրելի քույրեր, եղբայրներ, ամենքս մեղավոր ենք։ Ես ամենամեծ մեղավորն եմ։ Չկա մեկը, որ մեղք կործած չէ, եւ չկա մեկը, որ դժբախտաբար ամեն օր մեղք չկործեր։ Ապաշխարությունը հետևաբար թարց է մեղքեն, թարց է սատանայեն դեպի Աստված, խավարեն դեպի լույսը, արևմուտքեն դեպի արևելքը։ Անոր համար է, որ եկեղեցու առողջությունը կսկսի ժամերկությունը հրաժարելով սատանային եւ դառնալ իլույս Աստված գիտության։ Եկեք սիրելներ դիրոջ դառնանք, եկեք ամենքս մեր կործած մեղքերուն համար ապաշխարենք, զղջանք, խոստովանենք, երթանք խոստովանը հայրերուն, երթանք սիրելներ հոգևոր հայրերուն, անոնց դիմաց զիրենք ընդունենք որպես մեր հոգևոր բժիշկները, ինչպես եւ որ մեկը մարմնական զանազան հիվանդություններ ունի, նույնիսկ այն բաժինները, որ ամոթ կհամարվին ուրիշներուն դիմաց գանկնիլ, բայց բժիշկին դիմաց ամեն իմաստով կգանկնի մարդ, այդպես ալ սիրելներ հոգևոր հայրերու դիմաց բերենք մեր մեղքերը, որբեսի անոնքալ օգնեն մեզի եւ մեզ առաջնորդեն Աստուծո ջամփաներու մեջ, մեզի պատվիրեն ինչ պետք է անենք, որբեսի մեր ապաշխարությունը ընդունելի եւ արժան լա։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։